Ամեն փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Ունենք հրաշալի հյուրեր, մեր Հովիվ Հովսեփ Մանուկյանը իր կնոջ Թագուհի հետ միասին այսօր կծառայի մեր լավ եղբայրը, մեր լավ ընկերը Քրիստոսի մեջ, որ երկար տարիներ միասին ծառայել ենք, շփվել ենք, օրհնված ենք, փառք ասում ու իրականում նոր խոսում ենք Հովսեփ հետ, որ Աստված ոնց կարա տարիների մեջ, տեսեք, մարդիկ կան մնում են նույն տեղում, Աստված չի բարձրացնում, բայց մարդիկ կան, որ Տերը օծում ու բարձրացնում եւ օգտագործում է։ Ու դա միայն խոսքերով չի, դա պտուղով է, դա շատերն են նկատում, տեսնում, Հովսեփը Երևանում ծառայում է Գոր Մեխակյանի հետ այդ 4-շաբթի օրերը մանավանդ աղոթքի ծառայության մեջ եւ շատ բժշկություններ եւ ազատագրություններ ա լինում եւ ժողովուրդը շատ օրհնված են։ Հավատում եմ, որ այդ օծությունը այսօր նաեւ կգործի Արմավիրում, եթե հավատքով լցվեք եւ Տիրոջից սպասեք։ Ոչ թե Հովսեփից սպասեք, այլ Տիրոջից սպասեք։ Իսկ այն օծությունը, որ Հովսեփի վրա է, նա կշարժվի այստեղ։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը, Տերը օրհնի, շատ շնորհակալ ենք Հովսեփ։ Գոհությամբ գանք Աստծո առաջ, սկսենք մեր ծառայությունը, սկսենք փառաբանել, գոհանալ Տիրոջից, որովհետև Տերը այսպես է ուզում, որ Աստծուն մոտեցողը գա Աստծուն հոգով եւ ճշմարտությունով պաշտի։ Ամեն։ Դե հիմա քո սիրտը ուղի դեպի Տերը ու սկսենք գոհանալով գալ Տիրոջ առաջ ու սկսենք փառաբանել։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ մենք այսօր արթնացել ենք եւ նորից այցելել ենք քո տուն։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու օծում ես մեր գլուխը յուղով եւ մեզ համար սեղան ես պատրաստել մեր թշնամիների առաջ։ Եվ այսօր նորից քո խորանի մեջ մենք գոհության պատարագներ պիտի մատուցանենք, երգենք եւ սաղմոս ասենք քո սուրբ անունին եւ դու էլ ժողովրդին քո օրհնես, օծես, բարձրացնես եւ մենք աղոթում ենք, Տեր, որ նաեւ քո զորությունները Սուրբ Հոգի շարժվի այս վայրում, բժշկության զորությունը եւ ընդհանրապես Սուրբ Հոգու 9 պարգևները թող սկսեն դրսևորվել Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա, Տեր, ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը լինի քեզ, Տեր։ Դու ես կյանքը, ճշմարտությունը, Հիսուս, դու կյանքի աղբյուրն ես, իմ Տեր, եւ դու փառավոր ես հավիտյան։ Հիսուսն է կյանքը, Հիսուսն է կյանքը, ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով ստացա, թե եկեք փառաբանենք նրան։ Հիսուսն է կյանքը, ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով փրկություն ստացա, թե եկեք, հալելույա, 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 փառք ես, որ մեզ կյանք ես պարգևել, հալելույա, հալելույա, փառք ես, որ մեզ կյանք ես պարգևել, հալելույա, հալելույա, փառք ես, որ մեզ կյանք ես պարգևել, հալելույա, հալելույա, փառք ես, Հիսուսն է կյանքը, Հիսուսն է կյանքը, ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով փրկություն ստացա, թե եկեք փառաբանենք նրան։ Հիսուսն է կյանքը, ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով փրկություն ստացա, թե եկեք փառաբանենք նրան։ Հալելույա, հալելույա, փառք ես, որ մեզ կյանք ես պարգևել, հալելույա, հալելույա,
որ մեզ կյանք ես Հալելույա Տեր Հալելույա Հալելույա Փառքես որ մեզ կյանք ես բացել Հալելույա Հալելույա Դու կյանքի աղբյուր ես Տեր Դու կյանքի աղբյուր Դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու կյանքի աղբյուր Դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր Փառավոր ես Հիսուս Դու փառավոր ես ու թագավոր ես Փառքես որ մեզ կյանք ես բացել Փառավոր ես ու թագավոր ես Փառքես փառավոր ես Դու փառավոր ես ու թագավոր ես Փառքես որ մեզ կյանք ես բացել Փառավոր ես ու թագավոր ես Փառքես հալելույա 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 Փառքես որ մեզ կյանք ես բացել Հալելույա Հալելույա Փառքես որ մեզ կյանք ես բացել Փառքես որ մեզ կյանք ես բացել Փառքես որ մեզ կյանք ես բացել Օրդյան ես օրդյան Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Օրդյան ես Տեր Օրդյան ես օրդյան Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Հալելույա Տեր օրդյան ես Փառավոր ես Տեր Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Եկեք ովերքենք Եկեք ովերքենք ու եկեք մեր ասում Օրնենք հարավանենք Տիրոջ սերնան Սաղմոսներ ասենք գրնարով Դավիթով Ով հոգի ունի թող օրհնի այս երկով Օրհնյալ ես օրհնյալ Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Օրհնյալ է Տերը Օրհնյալ ես օրհնյալ Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Օրհնում ենք քեզ Տեր Օրհնում ենք քեզ Տեր քանզի մեզ սիրեցիր մեր փրկության համար որ դու զոհեցիր Նվագով երգով սաղմոսներ ասելով Օրհնում ենք քեզ Սուրբ ես Թագավոր Օրհնյալ ես օրհնյալ Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Հորը Որդու և Սուրբ Հոգու Օրհնյալ ես օրհնյալ Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն փառք ու զորություն լինի Հորը Որդու և Սուրբ Հալելույա Տեր Օրհնյալ ես Հիսուս Հավիտյան Եվ օրհնում ենք քեզ ողջ սրտով իմ Տեր Ճշմարտությունով ու հոգով պաշտեցեք Ասունով սուրբ էր երկրպագեցեք Շեփորդկով սաղմոսներ ասելով Ով հոգի ունի թող օրհնի այս երկով Օրհնյալ ես օրհնյալ Փառավոր Աստված սիրով աննման գտած ողորմած Թագավորություն
թագավորությունը Տեր թագավորություն փառքն ու զորություն լինի Հորը Որդուն և Սուրբ Հոգուն լինի Հորը Որդուն և Սուրբ Հոգուն լինի Հորը Որդուն և Սուրբ Հոգուն Հալելույա Տեր ամեն բանալից է դրանով և բինա 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 Յանևող շպակը Նրան է ողջ շպակը Նրան է ողջ շպակը Հավեր շամեն ամեն բան դրանից է դրանով և բինա 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 Րանևող շպակը Րանևող շպակը Րանևող շպակը Հավեր շամեն Րանևող շպակը Րանևող շպակը Րանևող շպակը Հավեր Օրհնություն է Տեր քո առջև կանգնել Ինչ մեծ օրհնություն ուրախություն է նրան ճանաչելը անկամների նրա գործերը և ուղիները Ինչ մեծ օրհնություն ուրախություն է նրան ճանաչելը անկամների նրա գործերը և ուղիները Նրան է ողջ շպակը Նրան է ողջ շպակը
Երկի դիրոջ, որ միայն նրան է փառքը, քոն է ողջ փառքը, քոն է ողջ փառքը, քոն է ողջ փառքը, Տեր Հիսուս։ Բժիշկն ես դու Եշուա, դու իմ արքան ես Եշուա, դու իմ փառահեղ Աստվածն ես Տեր։
Այո, փառք քեզ Հիսուս, ամենակարող Աստված, գոհություն ու փառք քեզ ամեն ժամանակ Տեր։ Մենք ամեն ժամանակ ու ամեն վայրկյան պիտի փառավորենք քո սուրբ ու պատվական անունը, Հայր, որովհետև դու արժան ես ամեն փառքի, դու արժան ես ամեն գոհության, դու արժան ես ամեն շնորհակալության Տեր, որովհետև մեզ կանչեցիր քո փառախի մեջ Տեր ջան։ Ծածկեցիր քո բարձրալի հրաշալի ծածկոցով Հիսուս, եւ այսօր մենք քո որդիներն ենք կոչված Տեր։ Շնորհակալություն այդ հրաշալի զոհիդ համար Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս այն հրաշալի ներկայությանդ համար, որ ամեն ժամանակ լցնում ես եկեղեցին Տեր։ Օրհնիր ամեն մեկիս այսօր Տեր ջան։ Թող այսօր ամեն մեկիս բերանից, որ դուրս կգա խոսք, փառավորի քո սուրբ ու պատվական անունը Տեր։ Թող ամեն մեկը, որ այսօր եկել է եկեղեցի ինչ-որ սպասումով Տեր, թող այսօր իր սպասումի պատասխանը ստացած դուրս գա այս տարածքից Տեր ջան, ու չլռի Հիսուս, գնա ու աշխարհին պատմի քո փառքի մասին Տեր ջան, պատմի քո բժշկության մասին իմ արքա, պատմի քո հրաշագործությունների մասին Հիսուս, որովհետև դու արժան ես, որ ամեն մեկիս միջոցով փառավորվես այս երկրի վրա Տեր ջան։ Փառք քեզ Հիսուս ամեն բանի համար։ Փառք քեզ իմ արքա այսօրվա հրաշալի օրվա համար, որ նվեր ես տվել մեզ Տեր ջան։ Շնորհակալություն ամեն մեկի համար, ով այսօր այստեղ է Տեր։ Եվ թող փառավորվի քո սուրբ ու պատվական անունը մեր հրաշալի փառաբանության միջոցով Տեր ջան։ Թող նրան ձայնը բարձրանա դեպի քո գահը եւ բացվի երկինքը ամեն մեկիս համար Հիսուս։ Եվ թող նրանք լինեն քեզ արժանի փառավորողներ Տեր ջան։ Դավթի նման փառավորեն քեզ Տեր ջան։ Երգեն ու սաղմոս ասեն ամեն ժամանակ քո փառքի համար Հիսուս։ Եվ դու որ երկնքում ես ու հավատարիմ Աստված ես, ամեն հարցի պատասխանը կտաս, բայց իր ժամանակին Հիսուս։ Շնորհակալություն ու փառք քեզ Տեր, որ դու կաս ու մեր Աստվածն ես։ Ամեն։ Եկեք մի հատ շատ բարձր ծափահարենք Աստծուն, հա։ Նա արժան է։ Նա արժան է ամեն փառքին, փառք նրան։ Սիրելիս, այստեղ դրված են հոգսեր ու կարիքներ։ Մեր եղբայրների ու քույրերի հոգսերն ու կարիքներն են այստեղ դրված։ Իսկ մենք ունենք ինչ Աստծուց խոսք եւ նաեւ առաքելություն, աղոթելու մեր եղբայրների կարիքների եւ հոգսերի համար, որպիսի Տերը պատասխանի ամեն մեկին։ Արի միացիր։ Միասին աղոթենք այս հոգսերի եւ կարիքների համար։ Տեր, բերում ենք այս ամենը քո փառահեղ գահի առաջ Հիսուս, բայց հավատքով Տեր։ Հավատում ենք, որ դու հավիտենականության հայրն ես եւ քո խոստմունքները պահող Աստված ես Տեր։ Մենք հավատում ենք, որ ամեն կարիք, որ դրված է այստեղ Տեր ջան, դու գիտես, որովհետեւ դու ամենատես եւ ամենագետ Աստված ես։ Եվ խնդրում ենք քեզանից Տեր ջան, որ ամեն մեկի հավատքով պատասխանվի ամեն մեկի կարիքն այստեղից Տեր ջան։ Եվ գա մի ժամանակ, որ մենք ունենանք հատուկ փառավորելու երեքո քեզ եւ այստեղից բազում վկայություններ հնչեն, որ Քրիստոսը բժշկեց անբուժելին, որ Քրիստոսը ազատագրեց ամեն աղբից, որ Քրիստոսը այն Աստվածն է, ում մոտ ամեն բան այո եւ ամեն է։ Փառավորվես դու Հայր ամեն կարիքի եւ հոգսի վրա, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Հոգսիդ ու կարիքիդ պատասխանում է ժամանակին, ամեն, այո, նստիր Աստծո հրաշալի տան մեջ եւ Աստծո հրաշալի ներկայության մեջ, թող փառավորվի Տեր ամեն մեկիս կյանքերի մեջ։ Մենք 3 ուրիշ օր ունեինք, այսօր ավելի լավն է այդ օրը, որովհետեւ այսօր հավաքվել ենք միասին փառավորելու Աստծուն, ում հասցրել ենք տարիների հոգևոր լինելով ճանաչել։ Ամեն։
ու նա շատ լավն է։ Նա հրաշագործ ու կատարյալ Աստված է։ Ամեն, համաձայն ես, որ նա Աստված է, կատարելության Աստված է։ Ամեն, փառք Աստծուն։ Այստեղ դալիճում հրաշալի Աստծո ներկայություն է։ Չգիտեմ, ես այդ ներկայությունը հիմա վայելում եմ։ Փառք Աստծուն, որ ամեն անգամ ինքը մեզ դատարկաձեռն չի թողնում։ Փառք Աստծուն, այո։ Ինչքան առավոտ արթնանում ես փառք տուր, կեսօրին փառք տուր, հաց ես ուտում փառք տուր, ամեն ժամանակ փառք տուր Աստծուն։ Նա արժան է, որ մենք փառավորենք նրան։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու շատ հրաշալի Աստված է նա։ Եվ խոսքս ուզում եմ երեք ճիշտ ասած մի քանի օր տանը, չէ, երբ որ երեք խորում էի, աղոթում էի Աստծո խոսքի համար, շատ մի հատ սիրուն խոսք ստացա ավետարանից, ուզում եմ այսօր ձեզ հետ կիսվել։ Մենք գիտենք, չէ, որ ամեն զոհաբերություն Աստծո կողմից պատասխանվում է։ Ով գիտի, որ այդպես է։ Եթե ինչ-որ բան զոհում ես Աստծո համար, Աստված մեր պապան տալիս է երկնքից դրա պատասխանը։ Ես սիրում եմ ասում երբեմն պապա ասել, որտեվ տենց ինքը ինձ ավելի հարազատ է։ Ամեն։ Եվ ուզում եմ Մատթեոս ավետարանից 26-րդ գլխից 38-ից 44 խոսքը կարդամ։ Եվ այն ժամանակ նրանց ասեց. հոգիս մեռնելու չափ տրտմած է։ Այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա անկավ աղոթք էր անում եւ ասում. իմ հայր, եթե կարելի է թող այս բաժակն ինձանից անցնի։ Սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Եվ աշակերտների մոտ է գալիս եւ նրանց քնի մեջ է գտնում։ Եվ ասում է Պետրոսին. այսպես մի ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն կենալ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, իսկ մարմինը տկար։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուսը գնաց աղոթք անելու եւ ասաց. իմ հայր, եթե կարելի է, որ այս բաժակը ինձանից անցնի, անցրու։ Բայց ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի։ Եվ գնալով նրանց դարձյալ քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Եվ նորից Հիսուսը երրորդ անգամ գնաց աղոթք անելու ու դարձյալ հետ վերադառնալիս ինչ տեսավ։ Աշակերտներին քնած տեսավ։ Մեկ ժամ աշակերտները չէին կարողացել Հիսուսի հետ արթուն մնալ, հա։ Սկզբում ասեց մեկ ժամ չկարողացաք արթուն մնալ, հետո եկավ աչքերը տրտմած տեսավ, այսինքն Հիսուսը գնացել էր լեռը մեզանից յուրաքանչյուրի համար Աստծուց խոսք բերելու։ Գնացել էր Տիրոջ հետ հաղորդակցվելու, Տիրոջ կամքի մեջ կատարյալ լինելու, որպեսզի Աստծո կատարյալ կամքն էր կատարվեր մեր համար ամեն մեկիս համար, հա։ Աղոթում էր ու Տիրոջն ասում էր հեշտեր ասել Տեր, այս բաժակը ինձանից հեռացրու, որովհետև նա գիտեր ինչ էին անելու մարդիկ նրան։ Հեշտ էր նրա համար, որ ինքը պիտի անարգվեր։ Հեշտ չէր։ Հեշտ չէր նրա համար, որ իրան պիտի տանեին ու անտեղի պիտի վիրավորեին։ Հեշտ չէր։ Պիտի տանեին ու անտեղի պիտի անարգեին ամենավերջի ձևով, խաչի վրա պիտի խաչեին։ Հեշտ էր Հիսուսի համար։ Հեշտ չէր։ Շատ դժվար էր։ 3 անգամ բարձրացավ սարը ու հետ գալով տեսավ աշակերտներին, ինչ արած, տրտմած, քնած, աղոթքի մեջ չկանգնած, հա, ինչ է ասեց, աղոթեք, որ փորձության մեջ չընկնեիք։ Արդեն Քրիստոսը նրանց հետ էր, բայց աշակերտների տրտմությունը տեսնում էր։ Իսկ ինչ է կարծում նրա համար դա մեծ ցավ չէր։ Այն աշակերտները, ովքեր տեսել էին Քրիստոսի գերբնական բժշկությունը, ովքեր վայելել էին նրա հրաշալի ներկայությունը, ովքեր 2 հացով 5000 հոգու կերակրող Քրիստոսի հետ էին քայլել, եկել էին ու քնել էին Քրիստոսի ասելուց հետո։ Ինչքան էր Աստված դրանից, կարելի ասել տրտմել, հա, տրտմել էր, այո, հավատում եմ, որ տրտմել էր, եկել էր ու տեսել էր քնած են բոլորը։ Սիրելիս, ուզում եմ այս տողատակերի մեջ մեզ գտնենք։ Արդյոք մենք արթուն ենք Տիրոջ գործի համար։ Արդյոք մենք մեր ժամանակը զոհաբերող ենք Տիրոջ գործի համար։ Արդյոք մեր ֆինանսը ծառայում է Աստծո գործի համար, Աստծուն փառավորելու համար։ Ուզում եմ մի փոքր խորենք, մտածենք այս ուղղությամբ, հա, թե Աստված ինչքան հրաշալի բան է արել մեզանից յուրաքանչյուրի համար ու մենք այսօր ինչ որտեղ տրտմում ենք։ Մի հատ իրավիճակ է գալիս, փորձություն է գալիս, տես աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ընկնում ենք փորձության մեջ, հետո նոր հիշում ենք Աստծուն։ Լավ, սպասի աղոթեմ, մեկը իմ պապանա ինձ կողորմի, ինձ կօգնի։
Ոչ, մենք պիտի Աստծո համար ամեն ժամանակ եւ ժամանակի, եւ գումարի, եւ մեր ամեն կյանքի ոլորտի մեր զոհաբերող լինենք, որպեսզի Աստված հավանի այդ ամենը, մեր զոհը ու պատասխանի մեր աղոթքներին։ Մի ժամանակ առաջ ես ծոմապահություն էի վերցրել ու այն ժամանակահատվածը, որ ես սիրում եմ քնել, ես չէի քնում։ Ես այդ ժամին արթնանում էի, կարդում էի եւ աղոթք էի անում։ Ասեմ, որ տարիների աղոթքներս այդքան արագ չեն պատասխանվել, որքան այդ օրերի իմ աղոթքները։ Տերը իրոք լսում էր ինձ եւ ես գերբնական նրա ներկայությունը մեր տանը զգում էի ու խոսք էի ստանում, հաղորդակցվում էի Աստծո հետ։ Հրաշալի օրեր էին ու հրաշալի Աստծո ներկայություն էր։ Սիրելիս, եթե իմ կյանքում եղել է այդ ամեն ինչը, քո կյանքում էլ է լինելու։ Հավատարիմ եղիր Տիրոջը։ Չգիտեմ ինչի այսօր սրտից դրվեց, որ խոսեմ, որ մենք պիտի միշտ հավատարիմ լինենք Աստծուն, ամեն բանի մեջ եւ ամեն ժամանակ։ Պիտի նաեւ ականջ ունենանք նրա խոսքը լսելու համար։ Այնքան կարևոր է դա։ Ուզում եմ իմ կյանքից մի վկայություն անեմ ու ես երբեմն որ վերադառնում եմ այդ էջին, ասում եմ, ինչ կլիներ, եթե ես այդ օրը Աստծո ձայնը չլսեի։ Ու ինչ կկատարվեր։ Ես հիմա երևի թե չէի էլ լինի։ Երևին որնա որ հաստատ չէի լինի։ Որովհետեւ այդ օրը իմ փոքր տղաս մի տարեկան էր երևի, ես իրան տարել էի քնացնելու ու մեր գազօջախին բան էի մոռացել անջատելու համար։ Այդ ճաշը բարձացել էր, այդ գազը անջատվել էր ու ես երբ որ երեխային քնացրել էի, ես էլ քնով էի անցել նրա հետ։ Ու գիտեք ինչ արեց Աստված։ Մի հրաշալի ձայն ականջից գոռաց ուղակի, վեր կաց, ու ես երբ որ վեր կացա, ես ինչ տեսա, որ մեր ամբողջ տունը գազը լցվել էր ու շնչելու օդ չկար։ Դուք պատկերացնում եք, եթե ես չլսեի այդ ձայնը, ու ես ասեի լավ ինձանից էր կամ ինչ որ բան քնած մարդը երբեմն բավականին ժամանակ է պետք արթնանալու համար։ Ու ես մի անգամից արթնացա, պատուհանները դռները բացեցի ու միակ բանը, որ առաջինը արեցի, գոհացա Աստծուց։ Շնորհակալություն Տեր, որ իմ կյանքը պահեցիր, որ իմ ընտանիքը այսօր պահեցիր։ Փառք Աստծուն, լսենք ամեն ժամանակ Տիրոջ այն հրաշալի ձայնը, հա, երբեմն նաև հանդիմանությունը, ինչի՞ չէ։ Մեզ դուր չի գալիս դա, բայց դա օրհնության սկիզբն է մեր։ Եթե մենք Աստծո հանդիմանությունը սիրով տանենք, իսկ Աստծո հանդիմանությունը տանելուց հետո օրհնությունը ճաշակելուց գիտակցենք, թե ինչ ճանապարհով անցանք դրան հասնելու համար ու փառավորենք Տիրոջը։ Այո, մի բան էլ վկայեմ իմ կյանքից ու ավարտեմ։ Այս վերջի 3 օրը ես ազատանում եի, ես Գյումրիից եմ արմատներով։ Ու 20 տարի եւ ավել արդեն դուրս եմ եկել գյուղից։ Ու մամայինց տանից մինչև տատիենցս տունը 2 կիլոմետր ճանապարհ է, որոշեցի ոչ մեկին չհասեմ ոտքով այդ ճանապարհը գնամ։ Ու գիտեք ինչքան հրաշալի էր Աստված։ Այո, դա Աստծո գործն էր, որ ես ոտքով պիտի գնայի։ Գնում էի ճանապարհը, բացվել էր հիշողություններիս այն հրաշալի գանձատուփը, ամեն փողոցի վրա հիշում էի, թե մանկությանս ինչ օրեր եմ ապրել։ Ամեն բան նույնն էր։ Շենքերը կային, ոմանք ավելի շքեղ էին դարձել, ոմանք էլ բավականին հին էին մնացել։ Սերնդափոխություն էր եղել։ Այն մարդիկ, ովքեր փոքր ժամանակ ինձ կոնֆետ էին հյուրասիրել կամ ինչ-որ լավ խոսք էին ասել, ինչու՞ չէ նաև այն տատիները, որ ինձ ջրի էին ուղարկել, իրանք չկային։ Այդտեղ նոր սերունդ էր մեծացել ու 20 տարեկան էր ամենափոքր սերունդը, որ ես այդ փողոցներով քայլել էի։ Այնքան ուրախացա տեսնելով այդ ամեն ինչը, կային մարդիկ, որ իրոք լավ ծերացել էին, բարևեցին, ինձ ճանաչեցին, ասում եմ, տես սերունդափոխություն ա եղել ու ես այս սերունդին արդեն չեմ ճանաչում, բայց իրանց ծնողներին ինչ որ չափ գիտեմ։ Բայց նախքան տուն հասնելը հոգիս մի տրտմեց, մի ահավոր ձևի տրտմեց։ Արդյոք այդ 20 տարվա սերունդը Հիսուս Քրիստոսին ճանաչեց, որ գնաց։ Ճիշտ է, ավետարանը ասում է մեզ, որ ամեն մեկը պիտի լսի Քրիստոսի մասին, բայց ճանաչեցին նրանք արդյոք, որ գնացին, արդեն այդտեղ չեն, երկրի վրա չեն, ուր են, դա միայն Աստված գիտի։ Իսկ խորհուրդը ո՞րն էր սրա, որ ես շատ խորքային հասկացա։ Սիրելիս այն ավետարանը, որ Աստված տվել է մեզ, ու այն կոշիկները, որ մենք հագել ենք, արի վերցնենք ու հավատարմությամբ քարոզենք Տիրոջ խոսքը, որովհետև չգիտենք վաղը ինչա լինելու աշխարհում։ Մենք Աստծո որդիներ ենք, Աստված մեզ պահում է, մեր աղոթքով, մեր գոհությունով։ Արի միասին որոշենք գնանք ու այդ մարդկանց էլ ավետարանը քարոզենք։ Չասենք չի լսի, որովհետև մենք չենք որոշողը, Տերն է։ Տերն է որոշողը, որ ամեն զավակը ճշմարիտ ճանաչի Աստծուն նոր գնա այս երկրի վրայից։ Շատ հրաշալի պահեր ապրեցի այդ օրը։ Կարելի ասել այդ 2 ժամը, որ քայլեցի, իմ համար դա մի ամբողջ կյանքիս վերլուծությունն էր։ Արդյոք ես ինչ որ բան անում եմ Աստծո համար։
Արի դու էլ վերլուծի, արի գնանք ու միասին փրկենք մարդկանց։ Ավետարանը քարոզենք, որ ամեն մարդ օրհնված է Քրիստոսին ճանաչելով, ամեն մարդ օրհնված է Քրիստոսի գործը անելով, ամեն մարդ օրհնված կլինի Քրիստոսի զոհաբերություն անելով։ Մեր կյանքը, մեր ժամանակը ու այն անգինը, որ Աստված մեզ տվել է, ինչպես է տվել, ձերի է տվել։ Արի գնանք ու մենք էլ ձերի բոլորին բաժանենք այդ հրաշալի խոսքը ու մարդկանց փրկենք, որովհետև նրանք մեր օգնության կարիքն ունենք։ Փառք Աստծուն։ Ու ուզում եմ ասել, որ Աստծո կամքի մեջ լինելու համար մենք բոլորս էլ գիտենք, որ մենք պիտի առաջին հերթին աղոթող լինենք։ Աղոթքը պիտի ունենա ամուր հավատք, որ մենք աղոթքը պատասխանվելու է Աստծուց ու նաև գերբնական հնազանդություն Աստծո խոսքին։ Ինչքան էլ որ մեր համար, մեր մարմնի համար դա հաճելի չլինի, բայց հոգին հաստատ հոժարա, որ Աստծո կամքի մեջ ապրի։ Փառք ամենակարող Աստծուն։ Ես հավատում եմ, որ այսօրվա քո զոհը եւ ժամանակի եւ ֆինանսի զոհը, որ պիտի անես Աստծուն, պատասխանվելու է, հավատա Հիսուս Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։ Աշխարհը քեզ էր, քո զորությամբ նոր ուժով լցրու ինձ, Տեր ավելին եմ ուզում, օձիրից թող տարածվի, փառքը քո մեր, և դավանի ողջ աշխարհը քեզ էր, քո զորությամբ նոր ուժով լցրու ինձ, Տեր, թող տարածվի, փառքը քո մեր, և դավանի ողջ աշխարհը քեզ էր.
կոչվեր զավակը Քրիստոսի Սուրբ ու զորավոր Աստված, փառքերի Հայր, մենք շնորհակալ ենք քո ներկայության համար, քո հավատարմության ու սիրո համար, քո բոլոր խոստումների համար, քո ճշմարտության խոսքի համար, որով զորացնում ես եւ առաջնորդում քո ճանապարհների մեջ։ Մենք քո երեսի առաջ ենք, քեզ փափագելով մեր սրտի զորությամբ ու ողջ կարողությամբ, որ այսօր ճաշակենք քեզ ավելի ու ավելի լցվենք քեզանով Տեր, որ քո օծության զորությունը իջեցնես քո զավակների վրա Տեր Աստված, խորտակելով ամեն լուծը եւ ամեն կապանքը, ամեն նեղությունը եւ քո ուրախության, օծությամբ, ցնծությամբ Տեր Հիսուս, մեր սրտերը քո առջև երկրպագություն բարձրացնեն։ Օրհնյալ է քո անունը, մեծ է, սուրբ է, սիրելի է ու զորավոր է Տեր, ու մեր փափագը դու ես, մեր այստեղ լինելու ողջ ցանկությունը դու ես Տեր։ Մենք փափագում ենք, որ քո ներկայության մեջ վայելենք քեզ Տեր Հիսուս, եւ թող քո Սուրբ Հոգին շարժվի այս վայրում, հպվելով մեր սրտերին եւ զորացնելով մեզ։ Մենք փառք ենք տալիս քեզ մեր Աստված, մեր կյանքերը թող փառավորի քո Սուրբ անունը ամեն բաների մեջ եւ ամեն ժամանակ, թող քո անվանը մեծարանք, երկրպագություն ու փառք բարձրանա մեր Տեր, որովհետեւ արժան ես ընդունելու այդ փառքերը, արժան ես, որ քո անվանը մեծարանք բարձրանա, արժան է քո Սուրբ անունը մեր Տեր, ու մենք խոնարհվում ենք քո առաջ, խոնարհվում ենք քո առաջ մեր Տեր Հիսուս եւ շնորհակալ ենք փրկության համար, շնորհակալ ենք ողորմության համար, շնորհակալ ենք քո մեծության համար, որ ողորմեցիր մեզ, որ գտար եւ խավարից տեղափոխեցիր քո լույսի արքայության մեջ։ Քեզ փառք լինի եւ զորացրում ես որպես քո ժողովուրդ, որ մեր կյանքերը փառավորեն քեզ Տեր եւ սիրտը ուրախացնենք։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Փառք, փառք մեր Աստծուն, փառք Հիսուս Քրիստոսին։ Իրականում ողջ փառքը նրանն է, ողջ մեծարանքը նրանն է։ Սիրելի եկեղեցի, դուք կարող եք նստել, Աստված օրհնի ձեզ այն հրաշալի Տիրոջ ներկայության համար, որ վայելում էինք փառք Հիսուսին։ Թանկագիններս, պատիվ ունեմ այսօր ձեզ ծառայելու Տիրոջ խոսքով եւ շնորհակալ եմ ձեր հովվին այս հրավերի, այս արտոնության համար եւ այս պատվի համար, որովհետեւ ինձ համար մշտապես պատիվա Աստծո ժողովրդի առջև կանգնել եւ Տիրոջ խոսքով եւ նրա օծությունով ծառայել այդ մարդկանց։ Եվ իմ փափագն է, որպեսզի Սուրբ Հոգին զորացնի, բարձրացնի, ինչպես Տիրոջ խոսքը ասում է, մոխրից վեր հանի եւ երկրի իշխանների հետ նստեցնի։ Սա խոսում է մի փառավոր փոփոխության մասին, ինչը որ Տիրոջ Հոգին միայն կարող է անել։ Մեր կյանքի ամեն մոխիրներից մեզ բարձրացնի այնպիսի փառավոր բարձունքների վրա, որ ասում է երկրի իշխաններն են նստում այդտեղ, եւ դա Աստծո Հոգու գործն է, ու իմ աղոթքն է, որ Տիրոջ Հոգին մեր կյանքերում այս ամեն բաները անի։ Եվ հիմա թանկագիններս ուզում եմ իմ քարոզը սկսել Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի 8-րդ խոսքից։ Խոսքի երկրորդ մասը կկարդամ, ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար, սակայն մարդի որդին գալիս արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Քարոզը հենց այդպես էլ անվանել եմ, արդյոք հավատք կգտնեմ։ Լսեք սիրելիներ, այս հարցը տալիս է Տեր Հիսուս Քրիստոսը եւ ինքը ոչ մի անիմաստ կամ պատահական հարցեր չի տալիս։ Մենք ասում ենք, որ ապրում ենք վերջին ժամանակներում, որ Տիրոջ գալուստը մոտ է, եւ ես համաձայն եմ դրա հետ, գոնե այն պարզ պատճառով, որ
Տիրոջ գալուստը մեզ ավելի մոտ է, քան առաքյալներին։ Որովհետև առաքյալներն էլ էին ասում, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Եվ հիմա մեզ Տիրոջ գալուստը գոնե 2000 տարով ավելի մոտ է։ Գիտեք, ես չգիտեմ, թե Տերը երբ կգա եւ որևէ մեկը այս երկրի վրա չի կարող դա իմանալ։ Որովհետև Աստված հենց այդպես էլ ասում է, որևէ մեկը չի կարող իմանալ իմ գալուստի օրվա մասին։ Բայց մեկ բան ես հաստատ գիտեմ, որ Տերը գալու է։ Ես հաստատ գիտեմ, որ Հիսուսը գալու է։ Ու գիտեք, երբեմն, չգիտեմ, կարող ամենակ ես եմ այտենց, չգիտեմ, ձեզ հաջողվել է այս կյանքում այնքան լավ տեղավորվել, որ չուզենաք Հիսուսը վաղը գա։ Ես ասում եմ, Տեր ջան, երբ ես գալու, երբ ես արագացնելու, երբ ես քո արքայությունը հաստատելու վերջապես այս երկրի վրա, երբ ես քո կատարյալ, փառավոր արքայությունը հաստատելու, ես չգիտեմ, երազում եմ այդ արքայության մեջ լինել, այն բոլոր ամեն փառք Տիրոջը, որովհետև սա ճշմարտություն է, որովհետև մենք Աստծո արքայության ժառանգորդներ ենք, ոչ թե աշխարհի արքայության, որովհետև Տերը այն բոլոր փափագը, որ մենք մեր սրտում ունենք, որ աշխարհում սենց լինի, արդարություն լինի, նենց լինի, չգիտեմ էլ ոնց լինի, այդ բոլոր բաները չի լինելու աշխարհում, որովհետև աշխարհը չի փոխվել, ինքը նույն աշխարհն է, բայց երբ որ Տերը գա, այդ մեր բոլոր փափագները իրականանալու է, Տիրոջ արքայության մեջ, եւ մենք պիտի Տիրոջ գալուստին սպասողներ լինենք, մենք պիտի հասկանանք, թե ինչքան մեծ ու փառավոր է այդ խոստումը, եւ դրա համար ասում է, եւ եկեղեցին եւ հարսը կանչում է, ասում է, եկ Տեր Հիսուս եկ, ու այս խոսում է այն փափագի մասին, որ Հիսուսը գա, ու եթե մենք կորցրել ենք այդ փափագը Հիսուսի գալու մասին, որ մենք չենք ասում Տեր ջան, երբ ես գալու, մենք շատ կարևոր մի բան ենք կորցրել, սիրելիս։ Իհարկե, այդ ընթացքում ինչ որ պահանջվում է մեզանից անելու, որպեսզի, ինչպես քույրիկներ ասում, շատ մարդիկ փրկվեն, մենք պիտի անենք, որքան հնարավոր է ավետարանը տարածելով, որքան հնարավոր է Տիրոջ գալուստին, այսպես օգտակար լինելով, ինչ որ մի բան գործելով, բայց մենք պիտի փափագենք այդ գալուստը, ոչ թե ասենք Տեր այնքան ենք տեղավորվել, հազիվ մի հատ լավ պաշտոն են տվել, հազիվ բիզնեսս առաջա գնում ու կլինի մի քիչ ուշ գաս։ Իրականում Աստված խոստացել է մի արքայություն, որ աշխարհի երեսին երբևէ չի էլ լինելու, երբևէ որևէ մեկը չի հաստատելու, որտեվ դա միայն ինքը կարող է անել, եւ ինքը ասում է, ես թագավորելու եմ այդ արքայություն մեջ, ես թագավոր եմ լինելու, ու դուք իմ ժողովուրդն եք լինելու, ու դուք շոշափելի մարմիններ եք ունենալու այդ ժամանակ, բայց անմահ մարմիններ, չի հիվանդանալու, չի տկարանալու, եւ լիքը ուրիշ բաներ, որ մենք սկի չգիտենք էլ։ Հիսուսի մարմնի նման, որով ինքը հարություն առավ։ Չգիտեմ, սա ում էր պետք, բայց վերադառնամ իմ քարոզին։ Տերը ասում է, որ ինքը գալու է, եւ ինքը մի հարց է տալիս. իմ գալստյան ժամանակ արդյոք հավատ կգտնեմ։ Այս ինչ հավատքի մասին է խոսում Տերը, սիրելիներս, որովհետև եթե խոսքը գնում է Տիրոջը հավատալ չհավատալուն, Քրիստոսին որպես հավատացյալներ, ուրեմն լինելու են այդպիսի մարդիկ։ Մատթեոս 24-ում այդ մասին խոսում, տարբեր տեղերում է Տերը ասում, որ ես իմ գառներին կառանձնացնեմ, կկանչեմ իմ մոտ, եթե խոսքը հավատացյալների մասին է, այդպիսի մարդիկ Տիրոջ գալուստի ժամանակ երկրի վրա լինելու են։ Այդ դեպքում ինչ հավատքի մասին է խոսում Տերը։ Առաջին անգամ, երբ ես այս խոսքերը լսեցի քարոզչի շուրթերից, նոր էի ապաշխարել ու ես զարմացա, ասում եմ, ես ի՞նչ է քարոզում այս մարդը։ Ինչ է նշանակում հավատ կգտնեմ թե չէ։ Տեր ջան, ասեցի sense նայեցի այդ ժողովրդին հետևում էին նստած, ասեցի, եթե այս մարդկանցից ոչ մեկի մոտ չգտնես, իմ մոտ հաստատ գտնելու ես։ Մտքումս իհարկե, մի քիչ Պետրոսի նման, քո հետ մեռնելու էլ կգամ։ Որտեվ ես մտածում էի, որ խոսքը Հիսուսին հավատալ չհավատալու մասին է։ Ես իհարկե դա ինձ զարմացնում էր, ասում եմ, ո՞նց կարող է դու գաս ու հավատք չգտնես, այսինքն չգտնես մարդկանց, որ քեզ հավատում են, այդպես բան ո՞նց կարող լինի։ Անկամ Մատթեոս 24-րդ գլխի մասին չգիտեի, որ այդպես մարդիկ լինելու են, բայց ասի իմ մեջ Տերս դու հաստատ այդ հավատքը գտնելու ես, եւ հետո երկար տարիներ մտորում էի այս խոսքի շուրջ, ասում էի, բայց Տեր, եթե դու այդպես ես ասում, ուրեմն ինչ հավատքի, որ հավատքի մասին է խոսքը։ Մի անգամ Տեր Հիսուսը հեթանոս
հարյուրապետի մեջ ավելի մեծ հավատք տեսավ, քան իր իսկ խոսքերով ողջ Իսրայել ժողովրդի մեջ։ Եվ Հիսուսը զարմացավ։ Կարծում եք հեշտ է Հիսուսին զարմացնելը։ Ինքը զարմացավ։ Գիտեք ինքը ինչ ասեց, ասում է Իսրայել ժողովրդի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Եվ խոսքը գնում է մի մարդու մասին, որը մանկուց ի վեր չի լսել Իսրայել ժողովրդի Աստծո հրաշքների եւ մեծ զորության մասին։ Խոսքը գնում է մի ազգի մասին, որովհետև ինքը հեթանոս էր, իսրայելացի չէր։ Ի տարբերություն Իսրայել ժողովրդի, որին Աստված պատվիրել էր, որ մանկուց քո երեխաներին պատմիր քո Տեր Աստծո զորությունների մասին, թե ինչ արեց ինքը եգիպտացիների երկրում, զորավոր բասկով եւ պարզած ձեռքով, ինչպես ազատեց ձեզ ստրկությունից, ինչպես Կարմիր ծովը բացեց եւ Քանանի երկիրը ձեզ տվեց, ինչպես հրաշքներով մանանայով կերակրեց եւ ինչպես ձեր կոշիկները 40 տարի չմաշվեցին անապատում, այս ամենը ժայռից ջուր բխեցրեց ու խմեցրեց։ Աստծո գերբնական հրաշքների մասին էր եւ ասում է սերնդե սերունդ պատմեք այս մասին։ Եվ գիտեք, այդպես էլ կար սերնդե սերունդ պատմվում էր։ Պատմում էին մի Աստծո մասին, որ այդպիսի բաներ արել, բայց այդ լսողները ավելի քիչ էին հավատում այդ Աստծուն, քան մի հեթանոս հարյուրապետ։ Ղուկաս ավետարանի 7-րդ գլխի 6-րդ խոսքում է։ Սա պատմություն այն մասին, որ հարյուրապետը ծառաները ուղարկում աղաչանքով Տիրոջը եւ ասում մի ծառա ունեմ, որ անդամալույց ընկած չարաչար տանջվում է, եկ խնդրում եմ եւ բժշկիր նրան։ Ու գիտեք Հիսուսին էլ բարեխոսում են, ասում են ինքը շատ լավ մարդ է։ Հրաշալի մարդ է, ինքը ճիշտ է, հրյա չի, բայց այնքան լավ բաներ արել մեր ազգի համար, որ արժանի է, որ իր խնդրանքը ուղակի կատարես։ Եվ Հիսուսը ասում է, ես կգամ եւ քո ծառային կբժշկեմ։ Եվ գնում է այդ մարդու տուն։ Եվ գիտեք ինչ ա տեղի ունենում, երբ որ Հիսուսը արդեն մոտենում այս մարդու տանը, ես կընթերցեմ 6-րդ խոսքից։ Երբ որ նրա տնից տակավին հեռու չէր, հարյուրապետը բարեկամներ ուղարկեց նրա մոտ եւ ասեց նրան. Տեր, մի հոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Նրա համար ես իմ անձն էլ արժանավոր չհամարեցի քեզ մոտ գալու, այլ խոսքով ասիր եւ ծառաս կբժշկվի, որովհետեւ ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ, որ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ սրան ասում եմ գնա եւ նա գնում է եւ ուրիշին եկ եւ գալիս է եւ իմ ծառային այս բանն արա եւ անում է եւ Հիսուսը այս լսելով զարմացավ նրա վրա եւ դարձավ իր ետևից գնացող ժողովրդին ասեց. ասում եմ ձեզ, թե Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Գրված է, որ Հիսուսը զարմացավ այս հավատքից եւ գրված է, որ համեմատության մեջ դնելով բոլոր Աստծո ժողովրդին, որոնք գիտեին Իսրայելի Տեր Աստծուն, բայց այսպես չէին հավատում, ինչպես ավելի քիչ իմացող մեկը, որը ասում է Տեր Հիսուս, ես արժանի չեմ։ Ինքը այնպես չի, որ Հիսուսին ասում է մի մտի իմ տուն, ասում է այնքան խոնարհություն ունի, որ ասում է ես նույնիսկ արժանի չեմ, որ իմ տուն մտնես, բայց ես մի բան գիտեմ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել Աստված։ Ես գիտեմ, ինչ է նշանակում երկրի վրա քայլող Աստծո որդի լինել։ Ես գիտեմ, որ եթե դու մի խոսք ասես, իմ ծառան կբժշկվի, որովհետև տիեզերքը չի կարող հակառակվել քո խոսքին։ Ես գիտեմ, ասում է այս հարյուրապետը, եւ Հիսուս ասում է, այսպիսի հավատք չգտա։ Գիտեք, սիրելիներս, ուզում եմ մի բան ասեմ, հեռու քեզանից, ասենք թե քո բարեկամը չի լավ, բայց քեզ շատ սիրելի մարդ է, եւ ինքը հիվանդ է, եւ չես կարողանում ոչ մի կերպ բուժման հարցերը լուծես, ու մեկ էլ Հիսուսը ֆիզիկապես ներկա է, դու ունես այդպիսի հնարավորություն, պատկերացրեցիր, եւ հերիք չի մարդ ես ուղարկում, Հիսուսն էլ համաձայնվում է, որ կգա ձեր տուն։ Հիմա ով է մեզանից այն մարդը, որը երբ որ իմանա, որ Հիսուսը արդեն մոտենում է իր տան դռանը, մարդ կուղարկի ու կասի Հիսուս ջան, մի արի, միայն մի խոսք ասա, ով այդպես կվարվի։
Ինչի համար եմ ասում, որ այս մարդու հավատքը Հիսուսին զարմացրեց, որովհետև Հիսուսը արդեն գնում էր նրա տուն, արդեն մոտենում էր գրվածախոսքի մեջ, արդեն պատրաստ էր մտնելու, հազիվ թե մեզանից որևէ մեկը ասեր, Տեր, բավական է, որ դու խոսք ասես, որովհետև այս օրինակը, որ ես բերեցի, որ պատկերացնենք, հիմա ուզում եմ ասեմ, նույն Հիսուսը, նույն խոստումները, նույն ճշմարտությունը մեզ տվել է, ինչի դրան չենք հավատում։ Բավական է մի խոսք ասես, Տերը այդ խոսքը ասել է։ Տերը ասում է հիվանդների վրա ձեռք կդնեք ու նրանք կբժշկվեն։ Բավական է մի խոսք ասես, դու մոտ ես գալիս, որ ձեռք դնի, ինչ որ ծառայողի, եթե գալիս ես ինչ որ ծառայողի մոտ, չգիտեմ ինչ կստանաս, բայց եթե դու այդ հավատքով, որ Տեր Հիսուսի ասացի պատճառով պիտի գնամ ու ին վրա ձեռք դնեն, կգործի այդ խոսքը, որովհետև անհնար է, որ դրա դեմ մի բան հակառակ կանգնի։ Եվ այստեղ է, որ հավատքը կամ գործում է, կամ չի գործում։ Այստեղ է, որ մենք ում ենք նայում, ինչպես ենք նայում Հիսուսին, ինչպիսի Հիսուսի ենք մենք հավատացել, նրան, որ ջրերի վրայով քայլեց, նրան, որ մեռելներին հարություն տվեց, նրան, որ կույրերի աչքերը բացեց ու ասեց. Ես արեցի, դուք էլ եք անելու։ Հալելույա։ Հալելույա։ Մենք շատ ժամանակ, գիտեք, իրականում, գիտեք, այսպես լինում է, որ մենք ասում ենք Տերը ներկա է։ Հա, քարոզիչը ասում է Տերը ներկա է, ու մենք էլ միանգամից ասում ենք ամեն։ Ասում է հավատում ես, որ Տերը ներկա է, մենք էլ միանգամից ասում ենք ամեն։ Գիտեք ինչ է դա նշանակում, որ Տերը ներկա է։ Դա նշանակում է, որ Տերը ներկա է։ Իսկ մեր ամենը մեխանիկորեն ասված նշանակում է, որ մենք ոչ մի բանի էլ չենք հավատում։ Մենք հենց այնց խոսեցինք, հենց այնց ամեն ասցինք, որտեվ եթե մենք իրոք հավատայինք, որ Տերը ներկա է, մենք այտենց չէինք ասի այդ ամենը։ Մի անգամ, երբ որ քարոզիչը անգամ ասեց, հավատում ես, որ Տերը ներկա է, ես ասի ամեն, ու մի անգամից Սուրբ Հոգին ասեց, դու իրոք հավատում ես, որ ես ներկա եմ։ Գիտեք ինչ կատարվեց հետս, ասի Տեր ների ինձ, որ ես առանց հավատալու մեխանիկորեն ամեն ասեցի։ Ոչ մի ամեն չպիտի մեխանիկորեն դուրս գա մեր շուրթերից։ Եթե մենք ասում ենք ամեն, մենք պիտի դրան հավատանք։ Սիրելիներս, Հիսուսին կարելի է զարմացնել կամ մեր հավատքով, կամ անհավատությունով։ Եվ հաջորդ պատմությունը, որ ցանկանում եմ իրար հետ միասին նայենք, անհավատության մասին է, որը նույնպես Տիրոջը զարմացրեց։ Բայց սա Հիսուսի սիրելիների անհավատության պատմությունն է։ Հովհաննես ավետարան 11-րդ գլխի 21-րդ խոսքից կընթերցեմ։ Մինչ այդ պատմվում է Հիսուսի սիրելի Ղազարոսի մասին, գրված է, որ ինքը սիրում էր Ղազարոսին, Մարթայի եւ Մարիամի մասին, որոնց նույնպես սիրում էր, գրված է, որ իրանք Հիսուսի սիրելիներն էին։ Բոլորի մասին չի այդպես գրված։ Եվ գրված է, որ Ղազարոսը հիվանդացավ եւ մարդ ուղարկեցին Հիսուսի մոտ ասելով. Տեր, նա որին սիրում ես հիվանդ է, շուտով եկ, աղոթիր։ Հիսուսը գրված է, որ դրանից հետո 2 օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր, եւ հետո ասեց Ղազարոսը ննջեց, գնանք, արթնացնենք, աշակերտներն էլ ասին մեզ որոնում են սպանեն, ուր գնանք։ Ննջեց կարթնանա էլի, ասում է Ղազարոսը մեռավ։ Եվ ես ուրախ եմ, որ ես էստեղ էի, որ դուք տեսաք եւ կտեսնեք Աստծո փառքը եւ գնում են։ Եվ հիմա Տերը հանդիպում է Մարթային այդ ճանապարհին եւ Մարթան ասեց Հիսուսին, Մարթան իմանում է, վազում է դեպի Հիսուսին ընթառաջ եւ տեսեք ինչ ասում 21-րդ խոսքից։ Եվ Մարթան ասեց Հիսուսին. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Հիսուսը նրան ասեց. Քո եղբայրը հարություն կառնե։ Մարթան նրան ասեց. Գիտեմ, որ հարություն կառնե հարությունում հետին օրը։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Եվ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Նրան ասեց. Այո, Տեր, ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Ուշադրություն դարձրեք 2 կարևոր բանի վրա։ Սկզբում, երբ որ Մարթան խոսում ասում է Տեր, եթե այստեղ լինեիր իմ եղբայրը չէր մեռնի, բայց ես հավատում եմ,
որ եթե դու հիմա էլ Աստծուց մի բան խնդրես, օրինակ ինչ պետք է խնդրել, լավ գերեզման։ Եթե դու սկզբում ասում ես, որ ստեղ լնեիր, եղբայրս չեր մեռնի, Մարթա ջան։ Չէ՞։ Հիմա հետո հաջորդ խոսքի մեջ ասում ես, բայց ես հավատում եմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, հիմա էլ Աստված կանի քեզ համար։ Տեսեք ինչ երկու հետաքրքիր բան, ստեղ չէիր մահացավ, բայց քանի որ արդեն ստեղ ես, ես հավատում եմ, որ ինչ էլ խնդրես, Աստված քո համար կանի։ Ինչ կարող էր ակնկալել Մարթան, ինչ պիտի խնդրեր Տերը։ Ինչ եք մտածում։ Լավ սիրուն շորեր, որով թաղեին։ Քարը ավելի սիրուն քար բերեին, դե խաչքար չկար այն ժամանակ։ Մի հատ տենց մեծ փորած քար դնեին, կողքերնե ծառապատեին, ինչ էր ուզում։ Բնականաբար հրաշք։ Բնականաբար հրաշք, որովհետև այս խոսքերը ուրիշ ոչ մի բան չի ենթադրում։ Միայն հրաշք։ Հիմա էլ հավատում եմ, որ եթե դու Աստծուց մի բան խնդրես, կանի։ Ինչ պիտի խնդրի, եթե ոչ հարություն, չէ՞։ Ուրիշ ինչ պետք է խնդրես աղբորդ համար, արդեն մեռելա, 4-րդ օրվա մահացած է, բայց դու այսպեսի խոսքեր ես ասում։ Եվ տեսեք, ասում է, ես հավատում եմ։ Եվ Հիսուսը ասում է, քո եղբայրը հարություն կառնի, այս խոսքերից հետո։ Եվ ինձ զարմացնում է Մարթայի պատասխանը։ Ինքը չի ասում, հալելույա, հենց էդ էլ ուզում է Հիսուս։ Հենց դրան էլ սպասում էի, հենց էդ էլի նկատի ունեի։ Գիտեք ինչ ասում, ասում գիտեմ, որ հարություն կառնի հետի նորում։ Մարթա, մի հատ կողմնորոշվի։ Դու ինչին ես հավատում։ Քիչ առաջ դու ասում ես ինչ էլ խնդրես Աստված կանի, եւ դրանից հետո անմիջապես Հիսուսը ասում է քո եղբայրը հարություն կառնի։ Այդտեղ պետք է գոռաս, ճված ցածկոտես ու ասես փառք Աստծուն, որ լսել ես իմ խնդրանքները, չէ՞։ Ասում է հարություն կառնի, մեկ էլ գիտեք ինչ է անում, ոնց որ sense Հիսուսին ուզում է օգնած լինի, էլի, դե որ հանգարց հարություն էլ չառնի այսօր, գիտեմ որ վերջում հարություն է առնելու։ Նենց այնքան էլ չեմ հավատում, որ դա այսօր է տեղի ունենալու։ Լուրջ եմ ասում, ուրիշ ոչ մի բան չի, քան հենց էս։ Սա հավատքի բացակայություն է։ Երբ որ Տերը ասում է եղբայրդ հարություն կառնի, չի ասում հետո, երբ դու ինչի ես ասում, գիտեմ որ վերջին օրը հարություն կառնի։ Ինչի։ Որտեվ չես հավատում, որ հիմա է հարություն առնելու։ Չնայած մինչև այդ ասում էիր, որ հավատում եմ ինչ էլ որ խնդրես կլինի, բայց չէիր էլ հավատում։ Եվ Հիսուս ասում է գնա քրոջդ կանչիր։ Հալելույա, չգիտեմ, կարդացի այդ տեղը, որ ասում է գնա քրոջդ կանչիր, թե կարդամ։ Չէ, ասում է դու ես Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Ասում է գնա քրոջդ կանչիր։ Ուղիղ այտենց գրած չի, որ ասում է գնա քրոջդ կանչիր։ Գրված է, որ ինքը վազեց քրոջ մոտ, թաքուն մոտեցավ եւ ասեց վարդապետը կանչում է։ Վարդապետը կանչում է։ Եվ գիտեք քույրն է գալիս Մարիամը, որին գրված է, որ շատ էր սիրում։ Ընդունենք, որ Մարթան Հիսուսի ոտքերի մոտ նստած չէր, ավելի շատ պատրաստություններով էր զբաղված, ճաշ էր պատրաստում, այդքան էլ հոգևոր չէր, բայց Մարիամը հոգևոր էր։ Չէ՞ որ Հիսուսը Մարիամի մասին ասում է, որ Մարթա, Մարթա, Մարիամը բարի բաժինն է ընտրել, որ նրանից վեր չի առնվի, եւ հիմա 32-րդ խոսքում, բայց երբ որ Մարիամը այնտեղ եկավ, որ Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտներն ընկավ եւ ասեց նրան. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսն էլ երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրեաներին էր, որ լաց են լինում, իր հոգով խռովվեց եւ հուզվեց։ Եվ ասեց. Ուր դրիք նրան։ Նրան ասեցին. Տեր, եկ եւ տես։ Հիսուսը արտասվեց։ Հրեաները ասում էին. Տես ինչպես էր սիրում նրան։ Երբ որ Հիսուսը Մարթային ասեց, որ եղբայրը հարություն կառնի, եւ Մարթան ոնց որ թե համաձայնվեց, ոնց որ թե հավատաց, եւ ասեց գնա քրոջդ կանչի։ Ինչ եք մտածում։ Առաջին եւ ամենակարևոր բանը ինչ պետք է ասեր ինքը իր քրոջը։ Այն բանից հետո որ ասեր վարդապետը կանչում է, եթե դու իմանայիր, որ հիմա հարություն է տալու Հիսուսը ինչ որ մեկին, որին շատ է սիրում։ Առաջին բանը ինչ կասես, կասես վարդապետը կանչում է ու կասես, դե ես շատ գիտեմ հարություն կառնի, չի առնի։ Թե կասես, Տերը ասում է, որ հարություն է առնել Ղազարոսը։ Կասես, չէ՞։ Թե չես ասի։ Եթե դրան հավատում ես, հաստատ կասես։ Առաջին բանը, որ կասես Տերը ասում է, որ մեր եղբայրը հարություն է առնելու, որովհետև հաստատ դրանից հետո Մարիամը չէր ասի. Տեր, եթե այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի։ Եթե այստեղ լինեիր։ Եթե դու լսեիր մեր աղաչանքը եւ ժամանակին արձագանքեիր, Տեր Հիսուս, ոչ թե 2 օր,
լրացուցիչ մնա իր ընդեղ, որտեղ գտնվում ես։ Գիտեք, սիրելիներս, գրված է, որ Հիսուսը արտասվեց եւ հրեաները ասում էին, կարծում էին, թե Հիսուսը արտասվեց Ղազարոսի կորստի ցավից, որ կորավ, գնաց տղեն, մեր ձեռքերից գնաց, էլ հետ չի գալու Ղազարոսի նման հրաշք, լավ անձնավորությունը այլևս երբեք չենք տեսնելու։ Հրեաները այդպես էին կարծում։ Բայց ի տարբերություն մեզ, Հիսուսը ոչ միայն գիտեր, որ Ղազարոսին հիմա հարություն պիտի տա, այլ նաև չէր կասկածում, որ Ղազարոսը հարություն է առնելու։ Գիտեք, եթե Հիսուսը կասկածեր, ասեր, տեսնես հարություն կառնի, թե չի առնի, այ մարդ հեշտ բան չի էլի 4 օրվա մեռելի վրա, հələ չեմ ասում ձեր դնել, ուղակի խոսք ասել։ Տենաս հարություն կառնի, թե չէ, ի տարբերություն մեզ, Հիսուսը բոլորովին կասկած չուներ, որ Ղազարոսը պիտի հարություն առնի։ Հիմա հարց։ Եթե դու գիտես, որ ինչ որ մեկին, ասենք 5 րոպե կամ չգիտեմ, քանի վայրկյան հետո պիտի հարություն տաս, ինչի դու պիտի լացես նրա կորուստի ցավից։ Ինչու պիտի լաց լինես մեկի համար, որին 5 րոպե հետո հարություն պիտի տաս, ինչպես կարծում էին հրեաները։ Ինչու Հիսուսը հուզվեց եւ արտասվեց։ Որովհետեւ ոչ Մարթան եւ ոչ Մարիամը չէին հավատում Տիրոջ ամենակարող զորությանը։ Որովհետեւ իր ամենաթանկագին եւ սիրելի մարդկանցից էին նրանք, որոնց հետ երկար ժամանակ էր անցկացրել։ Եվ տեսնում ա, որ երկուսն էլ չեն հավատում, որովհետև երկուսն էլ պնդում են մի բան, եթե այստեղ լինեիր, եթե ժամանակին գայիր, հիմա էլ ինչ, եթե այն ժամանակ իմ աղոթքներին պատասխաներիր Տեր ջան, հիմա արդեն կյանքս անցավ, եթե այն ժամանակ, որ քեզ խնդրել էի անեիր, հիմա արդեն էլ ինչ, արդեն ոչ տարիք սա են, ոչ էլ իմ համար դա այդպիսի արժեք ունի, ինչպիսին են ժամանակ ուներ։ Գիտեք, քույրիկը ասում էր, որ Աստված իր ժամանակին, որովհետև Տերը գիտի ժամանակները, բայց նա չի դադարում մնալ ամենակարող եւ գերբնական Աստված։ Ինքը գիտի, թե ժամանակները երբ է իրականացնելու, բայց բոլորովին իր զորությունը դրանից չի պակասում։ Մեզ պետք է ոչ թե ասել, եթե ժամանակին պատասխանեիր, այլ ասել, Տեր ջան, ես հավատում եմ, որ դու դա կարող ես անել։ Դու որոշի երբ կանես, բայց ես շարունակելու եմ դրան հավատալ։ Մենք շատ ռացիոնալ քրիստոնյաներ ենք դառել։ Այնինչ Աստված շարունակում է մնալ գերբնական։ Անկամ երբ Տերը ասում է քարը հեռացրեք, գիտեք ինչ ասում Մարթան, ասում է Տեր 4 օրվա է արդեն հոտած կլինի, կարողա պետք չի։ Մարդ, որ ասում էր ես հավատում եմ, որ ինչ որ դու ասում ես, այդպես է լինելու, ասում է լավ, հիմա քարը հեռացրեք։ Այսքանից հետո որ չեք հավատացել, մեկ էլ ուզում են Հիսուսին օգնեն, Տեր 4 օրվա մահացած է։ Եվ Հիսուսը խիստ ձևով ասում է. չասեցի քեզ, եթե հավատաս։ Արդյոք մարդի որդին գալիս հավատք կգտնի։ Ինչպիսի հավատք։ Հենց այսպիսի, որ եթե հավատաս։ Եթե հավատաս, որ նա է Քրիստոսը, կենթանի Աստծո որդին ու նրա համար անհնարին ոչինչ չկա։ Երբ որ աղոթում ես, դու ում ես աղոթում։ Ինչ Աստծո ես աղոթում, դու ամենակարող Տեր Հիսուսին ես աղոթում, թե քո պատկերացրած, քո չափերով, մարդկային մարմնով Հիսուսին, որը խաչվել է։ Եվ դու նայում ես քո մարմնով մեկին ու մտածում ես, դե չգիտեմ։ Ում ես աղոթում։ Ումից ես խնդրում։ Ինչպիսին է քո Տեր Աստվածը, ինչ զորություն ունի։ Մեր Տեր Աստվածը տիեզերքի ողջ զորությունը իր մեջ է գրում։ Չկա մի բան, որ կարա նրան հակառակ կանգնի։ Չկա մի ուժ, որ կարող է նրան հակառակ կանգնի։ Մենք այդպիսի Աստծո ենք հավատում։ Մեռելներին հարություն տվող Տիրոջ ենք հավատում։ Հալելույա։ Եթե հավատաս, ասում է, չասեցի, եւ Հիսուսը նրանց ասեց, չասեցի քեզ,
40-րդ խոսքից, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր, Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր եւ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ, եւ մեռելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատանով կապած եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. Արձակեք դրան եւ թողեք գնա։ Ոչ ոք իրականում չէր պատկերացնում, թե ով էր այդտեղ կանգնած։ Ոչ Մարթան, ոչ Մարիամը, ժողովրդի մեջ որևէ մեկը չէր պատկերացնում, թե ով էր այդտեղ կանգնած։ Ես մտածում եմ, որ չկա մի բան, որ այդպես տրտմացնում է մեր Աստծո սիրտը, քան մեր անհավատությունը։ Ոչ թե Ղազարոսի հանդեպ ունեցած կորստի ցավն էր, որ Հիսուսին հուզեց եւ հոգին խռովեց, այլ անհավատությունը, որ միևնույն է, այդքան բանից հետո էլ նրանք չէին հավատում իր խոսքերին։ Գիտեք, ես շատ եմ տեսել, որ մարդը գալիս է, որ աղոթես իր համար եւ այն անհավատ հոր նման, որ բերեց իր որդուն, որ աղոթի, ասեց Հիսուսը գիտեք ինչ ասաց, ասում հավատում ես, որ հիմա քո որդու համար կաղոթեմ ու կլինի, ասեց հավատում եմ ու միանգամից իր ստի մեջ հանդիմանվեց։ Հիսուսը հենց այնպես հարցեր չի տալիս։ Հենց ասեց հավատում եմ, միանգամից հասկացա, որ ոչ էլ հավատում եմ, որպես վերջին հույս եմ եկել քո մոտ, առանց հավատալու։ Եվ գիտեք ինչ արեց, ասեց Տեր օգնի իմ անհավատությանը։ Գիտեք Հիսուսը մեր հավատքն էլ է տեսնում, անհավատությունն էլ։ Դրա համար եթե հավատք չկա, ավելի լավ է, ասես Տեր օգնի իմ անհավատությանը, քան թե ձև տուր, որ դու շատ ուժեղ հավատում ես։ Որտեվ եթե այդպեսի ձև տաս, ոչ մի բան չես ստանա, բայց եթե խոստովանես ու ասես օգնի իմ անհավատությանը, Տեր, ես ինչ եմ արել, ես ոնց եմ կասկածել քո ամենակարող զորության, ոնց եմ կասկածել։ Այդ ժամանակ Տերը կբուժի, ինչպես էս տղայի, էս հոր տղային բուժեց եւ ազատ արձակեց։ Գիտեք, գրված է, որ Աբրահամը հավատաց, երբ որ 99 տարեկան էր։ Հավատաց, որ երեխա է ունենալու, այն բանից հետո, որ արդեն ֆիզիոլոգիապես այդ բոլոր հնարավորությունները կորել էին։ Եվ հավատաց, որովհետև Աստված խոսեց։ Գիտեք, Աբրահամի օրինակը խի եմ բերում եւ գրված է, որ դա նրան արդարություն համարվեց։ Որպեսզի չասես, որ քո իրավիճակները ավելի անհուսալի են, քան Աբրահամինը։ Ավելի անհուսալի են, քան Աբրահամի մոտ, լուրջ։ Գիտեք, քո իրավիճակը կարող է անհուսալի լինել մինչև այն պահը, երբ Աստված խոսք ուղարկի քեզ։ Մինչև այդ դու կարող ես անհուսալի վիճակում լինել, բայց հենց որ Աստված քեզ խոսք է ուղարկում, այլևս քո իրավիճակները անհուսալի չեն։ Միայն ժամանակի հարց է, որովհետև ոչ մի զորություն եւ մեկ էլ, եթե մեր անհավատությունը գործի չդնենք ասելով, դե եթե այսքան ժամանակ չարեցիր, էլ ինչ։ Սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Դրա համար էլ խոսքը ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի, ինչպես երեխա, նա չի կարող մտնել նրա մեջ։ Ղուկաս ավետարանի 18:17-ում է դա գրված։ Եվ Աստված իմ ուշադրությունը հրավիրում էր այս երեխաների նման Աստծո արքայությունը հավատալու հանգամանքին, երեխաների հավատալուն, թե ինչպես են նրանք հավատում։ Գիտեք, սա շատ կարևոր է։ Երեխաները չեն երկմտում, երեխաները ուղղակի հավատում են։ Նկատել եք ոնց են իրանք հավատում։ Մի անգամ իմ երրորդ դուստրը Մարիամը, որ հիմա փառաբանում է, շատ փոքր էր, այնքան փոքր, որ մեր ննջասենյակում էր քնում եւ եթե ինքը քնած չէր ու մենք լույսը անջատում էինք, դա մեծ խնդիր էր դառնում, որովհետեւ ինքը բոլորովին չէր սիրում, որ լույսը անջատվում էր։ Եվ մենք պիտի սպասեինք, որ ինքը քներ, հետո մենք գայինք հանգիստ լույսը անջատեինք, քնեինք, շատ փոքր էր, հազիվ էր խոսում։ Ու այդ օրը, չգիտեմ ոնց եղավ, ես էի ուզում շուտ քնել, թե ինքն էր ուշ պարկել քնելու, ես եկա եւ լույսը անջատեցի ու սկսվեց։ Պապա լույսը վառի, ասացի Մարիամիկ ջան, լույսը չի վառվելու, քնում ենք արդեն։
մի 3 անգամ papa լույսը վառի, Մայրամիկ լույսը չի վառվելու, վերջը լռեց, ասի երևի տեղ հասավ, բայց այտենց չէր ելնում, էլի շատ երկար էր տևում այդ պայքարը, ու մեկ էլ sense մթության մեջ մի քիչ պաուզա գնաց, ասի ինչ լավ է, ուրեմն հասկացա, որ լույսը չի վառվելու, մեկ էլ մթության մեջ լսում եմ, հայրիկ, ասի, Մայրամիկ, էլ չհարցրեցի ինչ, ասի Մայրամիկ, լույսը չի վառվելու եւ վերջ, ասեց, պապա Հիսուսի անունով եմ ասում, լույսը վառի։ Ես իջա անկողնուց, կինս ասեց, այդ ինչ ես անում, ասի չլսեցիր, Հիսուսի անունով ասելա լույսը վառի, գնում եմ լույսը վառեմ, գնացի, լույսը վառեցի, նայում եմ իրան սենց գոհ, պարկացա, իհարկե ոչինչ չասեցի, որ գիտես Մայրամիկ ջան, այնքան էլ ճիշտ չի աստվածաբանորեն Հիսուսի անունով մարդկանց հրամաններ տալը, նույնիսկ խնդրանքների տեսքով, որովհետև գիտեք, իմ աղջիկը հավատում էր, որ ինքը այնպիսի անուն ա տվել, որ լույսը չի կարող չվառվել։ Ինքը Հիսուսի անունն ա տվել, ով կամ ինչ կարող ա դրան հակառակ կանգնել։ Գիտեք, սիրելիներս, ինչպես են երեխաները հավատում։ Իրանք ուղղակի հավատում են։ Իրանք հավատում են, եթե Աստված ասում է, ես քեզ սիրում եմ, ես քո սիրող հայրն եմ, ուրեմն դա հենց այդպես էլ կա։ Դրա տակ ուրիշ բան չեն մտածում, իսկ մենք մեծերս այնքան բան գիտենք, թե ինչու Աստված մեր աղոթքներին այս պատճառով պետք է որ չպատասխանի, այս այն բանը որ արել եմ, պետք է որ Աստված իմ աղոթքին չպատասխանի։ Այնքան բան գիտենք, թե ինչու Աստված մեր խնդրանքները պիտի չանի, որ դրա արդյունքը վերջնական անհավատությունն է եւ բնականաբար չպատասխանված աղոթքը։ Ու ես ուզում եմ մի բան հարցնեմ, կարող է այդ ողջ փորձառության բալաստը, որ մենք հասկանում ենք, մի կողմ շպրտենք եւ ուղակի երեխաների նման հավատանք։ Որովհետեւ ասում է, եթե դու հաց ես ուզում, ես քեզ քար չեմ տա։ Եթե ձուկ ես ուզում, ես քեզ օձ չեմ տա։ Եթե դու չար լինելով քո զավակներին բարի պարգևներ կարող ես տալ, որքան առավել ձեր երկնավոր հայրը կպատասխանի այն խնդրանքներին, որ դուք բարձրացնում եք։ Հալելույա։ Ինչու մենք սրան հավատալու փոխարեն խոչընդոտներ ենք կառուցում սատանայի հետ միասին, թե ինչու Աստված պիտի չանի, որտեվ այդ խոչընդոտների ճարտարապետը սատանան է, որ գալիս ասում է ոնց, այն դու չէիր կիսուրիդ հետ, այն ոնց էիք խոսում։ Հիմի էլ գնացել ես եկեղեցի, իբր սենց սուրբ կանգնած փառաբանում ես, ասա լսի։ Ես ոնց էի խոսում, ինչ էի խոսում, դրա ապաշխարությունը իմ Աստծուն է պատկանում։ Եվ ես ներողություն կխնդրեմ, եթե վատ եմ վարվել։ Բայց դու մեր արանքում անելիք չունես, քո տեղը կրակի լիճն է, հետիցս անցի։ Եղավ, քո արարքների համար դու Աստծո առաջ ես պատասխանատու։ Եվ այո, պիտի ապաշխարես, եթե ինչ-որ բան սխալ ես արել, բայց երբեք պիտի թույլ չտաս, որ սատանան դատապարտությունով գա ու քեզ ասի, որ չէ, ոչ մի բան էլ չխնդրես Տիրոջից, անարժանդ։ Ինչպես Տերը կպատասխանի քեզ։ Երեխաները տենց խնդիր չունեն։ Իրանք ոչ են ասում, այն խաղալիքները թափեցի մամայի ասելուց հետո, էլ ես ոնց գամ մամայի ու պապայի մոտ ինչ որ բան խնդրելու։ Հեչ էլ պետք չի որ խաղալիքները թափելա։ Ինքը մեկա գալիս է մամայի ու պապայի մոտ, եթե իրան ինչ որ բան է պետք։ Գիտեք ինչի, որովհետև ինքը շարժվում է սիրով, ինքը գիտի որ իրան սիրում են։ Ու երբ որ Աստված ասում է քեզ սիրում եմ, հավատա ինքը հենց էդ էլի նկատի ունի։ Հենց էդ էլ ի նկատի ունի։ Պատմություն էլ կպատմեմ իմ տղայի կյանքից, ներեցեք, որ բոլոր պատմությունները իմ երեխաների կյանքից են, ձեր երեխաներին շատ լավ չեմ ճանաչում։ Մի տարի ամռանը տապ էր, շատ շոկ ամառ էր և տղաս եկավ ասեց անձրև եմ ուզում։ Դե ինչ ասես, ես էլ հոգևոր մարդ եմ, ոչ եմ ասելու, չես նայում ամպ չկա, բան չկա, ասի անձրև ես ուզում աղոթի, Ռոբ ջան, ասեց ես կարիք չունեմ աղոթելու, ես արդեն հռչակել եմ, ասի լուրջ, ասեց հա, ու գնաց, լավ, մոռացա այդ մասին, մինչև իրիկունը հեղեղ սկսվեց, այնպիսի հեղեղ, որ Երևանի ջրահեռացումը չէր հասցնում, բոլոր մեքենաները ինչ որ տեղերում խցանվել էին, ամպի ծվեն չկար, ու ես մի քիչ լրջաց, ասի, դե լավ կարար պատահականություն լիներ, մեկ էլ մի օր էլ եկավ, ասեց անձրև եմ ուզում, ես մի քիչ ավելի լուրջ,
ասի դե որ ուզում ես, գիտես ինչ պետք է անես, հա, ասեց գիտեմ, ես արդեն հրճակել եմ, բայց ես արդեն լուրջ եմ սպասում, այդ օրը լուրջ սպասում եմ անձրևի ու հեղեղ այնպիսի ոնց որ նախորդներ ասում եմ Աստված ջան, այս արդեն հավատք է, այս պատահականություն չի։ Մի 2-3 անգամ այս պատմությունը կրկնվեց եւ արդեն շատ լուրջ էի վերաբերվում տղայիս հրճակումներին։ Իհարկե այդ ժամանակ կարող էի խնդրել, որ ինքը ուրիշ հրճակումներ աներ, որոնց կարիքը ես ունեի, բայց մոռացա իրան այդ մասին ասել, բայց սկսեցի բավականին լուրջ վերաբերվել ու հիմա այդ տարի այնպես ստացվեց, որ այս պատմությունը շատ եմ պատմել տարբեր տեղերում քարոզելով, բայց ոչ միտեղ այս մասին, որ հիմա պիտի պատմեմ, ոչ միտեղ չեմ պատմել։ Ու այդ տարի այնպես ստացվեց, որ մենք տարբերակ չունենք հանգստանալու, ոչ մի շանս չկա ու չգիտենք, ասում ենք լավ, եթե Տերը հրաշք անի կհանգստանանք ու ես այդտեղ քարոզում եմ, ձեր հովի հետ գնում ենք, նստում ենք, ճաշում ենք իրար հետ ու ինքը ասում է, լսի, արի հավատանք, որ Աստված հրաշք կանի։ Ասում եմ, ես էլ եմ ուզում, արի հավատանք, ու ինքը ասում է, ես ուզում եմ մի հատ փոքր սերմ ձեր հանգստանալու համար, մի հատ փոքր սերմ եմ ուզում ուղակի ցանեմ։ Ու ես հավատում եմ, որ կանի, ու գիտեք, ոչ մի տարբերակ չունեինք, օրհնում ենք, աղոթում ենք ու գնում ենք ու մեկ էլ սկսում այն, որ ասում է հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, այդ ամբողջ անհրաժեշտ գումարը գալիս է։ Ու մենք ասում ենք, վсё, գնում ենք հանգստանալու, արդեն ամառն էլ վերջանալուն մոտ է, շատ արագ գնում ենք հանգստանալու ու Մարիամը ասում է, ես չեմ կարող գալ, դե որտեվ ասենք ոնց որ sense այն վերջի վարքյանին մեկ էլ ասում ենք գնացինք։ Ասեց ես աշխատանքի վայրում չեմ կարող, արդեն ինձ լիքը գործեր ունեմ, մի խոսքով չեմ գալու։ Մեկ է Ռոբ եկավ, ասեց ես համաձայն չեմ, որ Մարիամը մեր հետ չգա։ Ես կաղոթեմ, կխնդրեմ ու Մարիամը կգա մեր հետ հանգստանալու։ Ասենք աղոթի ու խնդրի։ Ու գնացինք առանց Մարիամի։ Հիմա ամեն օր Ռոբը գալիս է, ծովափում ենք։ Ամեն օր ասում է, ես աղոթել եմ, ես խնդրել եմ, ուրեմն Մարիամը գալու է, առավոտից իրիկուն։ Ես աղոթել եմ, ես խնդրել եմ, Մարիամը պիտի գա։ Մարիամը գալու է, արդեն էլ չգիտենք կնոջս հետ ինչպես վարվենք, ուզում ենք ասենք Ռոբ ջան, լավ ես արել, որ աղոթել ես ու խնդրել ես, բայց թող հանգստանանք, էլի, մենք եկել ենք ստեղ հանգստանալու։ Վերջը, մի քանի օր անց այս պատմությունը իմանում են մեր ընկերները, որոնք ընդեղ էին, եւ զանգում են, ասում են, հենց հիմա Տոմս կա, կվերցնենք Մարիամի համար, թող ինքը միանգամից գա օդանավակայան նստի ինքնաթիռ ու գա, երեկոյան չվերթեր։ Ասում ենք, ըհը, Աստված պատասխանեց Ռոբի աղոթքներին։ Զանգում ենք Մարիամին, ասում ենք Մարիամ ջան, հենց հիմա գնա օդանավակայան, իրերդ վերցրու եւ արի։ Ասում է, չեմ կարող։ Ասում ենք, ո՞նց ես կարող։ Աղջիկ ջան, գնա օդանավակայան։ Ասում է, չեմ կարող, որովհետեւ Երևանում չեմ։ Եթե ես հիմա, հենց հիմա գամ Երևան, ես արդեն ինքնաթիռից կուշանամ։ Ու մենք սս նայում ենք, ասում ենք, դե լավ։ Արդեն հասկանալի է, որ բոլորիս համար արդեն ակնհայտ էր, որ Մարիամը մեզ հետ չի հանգստանալու։ Չի գալու այդ տարի մեզ հետ հանգստանալու։ Եվ էս էլ որ չեղավ, ասենք դե լավ, ուրեմն ինչ որ ձևով փորձեմ Ռոբին բացատրեմ, բայց Ռոբը ամեն օր ասում էր. բայց ես աղոթել եմ, բայց ես խնդրել եմ, ո՞նց կարա չլինի։ Ու գիտեք, երբ որ ես տեսնում եի ոնց է ինքը ասում, բայց ես աղոթել եմ, ես ուզում եի իրան ասեմ, գիտես տղա ջան, դե մենք մեծիկներս տենց գիտենք, չէ՞, լիքը պատճառներ ինչու պիտի Աստված չանի։ Եվ ես ուզում էի տենց հիմնավոր բան ասել, որ գիտես, որ ոչ միշտ է, որ Աստծո կամքն է, որ այսպես լինի, այնպես լինի, որ կարող է Աստծո կամքը չէր, որ հիմա Մարիամը գա, բայց չեմ կարողանում հետը խոսել։ Նայում եմ դեմքին, որը ասում է, բայց ես աղոթել եմ, բայց ես խնդրել եմ ու ես չգիտեմ իրան ինչ ասեմ, մինչև 2 օր անց առավոտ շուտ մեր հյուրանոցի համարի դուռը բացվում է ու Մարիամը ներս է մտնում։ Ես ու կինս ապշահար նայում էինք Մարիամին եւ ասում էինք, ահա թե ինչ կարող է անել Աստված, երբ մեկը հավատում է։ Ահա ինչ կարող է անել Աստված, երբ մեկը հավատում է եւ ասում է, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ։ Գիտեք, սա այնքան ուժեղ դաս էր մեր համար, այնքան Աստված շատ ժամանակ մեզ երեխաների միջոցով դաս է տալիս, թե ինչպես պետք է հավատալ։ Հալելույա։ Հավատալ նրա ամենակարող եւ գերբնական զորությանը։ Միայն խոսք ասա Տեր, ինչպես հարուրապետը ասեց։ Միայն խոսք ասա։ Իսկ մենք երբ որ այդ խոսքն էլ ազատագրվում, երբեմն այդ խոսքի վրա էլ ենք կասկածում։ Գիտեք, երբ իրավիճակները գոռում են մեր
պարտության եւ իրենց հաղթանակի մասին, պետք է ուղղակի որոշում կայացնել շարունակել հավատալ։ Ասա ես շարունակելու եմ հավատալ։ Ես շարունակելու եմ հավատալ, որովհետև Տիրոջ հաղթանակը ինձ է պատկանում։ Ես շարունակելու եմ հավատալ, ինչ որ մեկը կարող ասի եղբայր, բայց կյանքը տանցնում է։ Իսկ ես ասում եմ, մինչև իմ կյանքի վերջին օրը ես ունեմ հնարավորություն հավատալու եւ սպասելու եւ տեսնելու Տիրոջ զորավոր ձեռքը եւ նրա փառքը իմ կյանքի մեջ։ Հալելույա, մինչև իմ կյանքիս վերջը։ Սիրելիներս, ես ուզում եմ մոտենալ իմ քարոզի ավարտին եւ դրանից հետո մենք աղոթք ենք անելու։ Ուզում եմ շատ կարևոր մի բան ասեմ։ Գիտեք, հավատքի ամենակարևոր բանալիներից մեկը կամ հենց ամենակարևոր բանալին սրանում է, որ դու գալիս ես Աստծո Սուրբ Հոգու մոտ եւ չես ասում Տեր, ես այս խնդիրն ունեմ, այս խնդիրն ունեմ, այս հիվանդությունն ունեմ, այս պարտքերը ունեմ, ընտանիքում այս խոչընդոտները, այս արգելքները ունեմ։ Ես ինձ լիքը նեղություն տվող բաներ ունեմ։ Սրանք աղոթքի թեմաներ են։ Խոսքս նրա մասին չի, որ պետք չի դրա համար աղոթել։ Ուրիշ մի բանի մասին եմ խոսում։ Երբ դու գալիս ես Տիրոջ մոտ ու ասում ես Տեր, այս բոլոր բաները ես իհարկե ունեմ, բայց այսօր ուրիշ բանի համար եմ եկել քո մոտ։ Եկել եմ, որ քո ներկայությունը կենթանի ձևով ինձ գրկի։ Եկել եմ, որ Հիսուսի հետ հանդիպում ունենամ։ Եկել եմ, որ դու գաս իմ կյանքի մեջ։ Գիտեք, Աստված իր խոսքի մեջ շատ խոստումներ ունի, բայց այդ խոստումները կենթանացնողը Հիսուսն է։ Երբ որ ինքը իր կենթանի ներկայությունով գալիս է, երբ որ տեսնում է քո սրտի ցանկությունը, որ դու ուղղակի իր համար եկել ես, ինքը գալիս է եւ հավատքը քո կյանքում կենթանանում է։ Որովհետեւ այդ աղբյուրը իր մեջ է։ Դա ֆորմուլա չի։ Դա ձև չի։ Դա ուղղակի իրան որոնել է։ Գիտեք, դա փափագ է, որ Հիսուսը քեզ համար ավելի իրական դառնա, քան քեզ շրջապատող աշխարհն է, քան կողքիդ նստածը, որ այսօր քո կողքին նստած է, որ դու ձգտես, փափագես, որ Հիսուսը քո համար ավելի իրական դառնա, որովհետև դա հնարավոր է։ Ոչ թե այստեղից դուրս գաս, շաբաթը մեկ եկեղեցի գաս ու այստեղից դուրս գալուց հետո միանգամից մոռանաս թե քարոզը ինչի մասին էր, ընկղմվելով քո առօրյա հոգսերի եւ խնդիրների հորձանուտի մեջ, այլ շարունակես Տիրոջ փեշերից կարճած մնալու ասել. Տեր, դու ինձ պետք ես։ Հենց դու ինձ պետք ես, ոչ թե այն պատասխանները, դրանք կգան, բայց դու ես ինձ պետք, որովհետև այդ բոլոր պատասխանները, այդ հավատքի զորությունը հենց կենթանի Քրիստոսի մեջ է, որովհետև հենց ինքն է Աստծո խոսքը, ինքն է Աստծո խոսքը եւ ինքը կարող է այդ խոսքը կենթանացնի, որը հավատք է բերում։ Դրա համար էլ հազար ձևի խոսքեր կան, բայց ոչ մեկը սրտումդ հավատք չի ծնում, բայց հերիք է Հիսուսը մեկ խոսքով սենց կպնում է սրտիդ ու դու գիտես աշխարհը քանդվի, այդ խոսքը ճշմարտություն է եւ դա կատարվելու է, հալելույա։ Փառք Տիրոջը։ Եկ որոշում կայացնենք մոտենալու Տիրոջը, որովհետեւ գիտեք, բանալի չասեմ, չգիտեմ, քայլեր չասեմ, ասեմ, որ հավատքի կենթանարար զորությունը նրա մեջ է։ Սմիթ Վիգլսվորդը ասում էր, որ ես չեմ հիշում, որ կես ժամից ավել աղոթք անեմ, բայց նաև չեմ հիշում, որ կես ժամ առանց Աստծո հետ աղոթքի եւ շփման անցկացրած լինեմ։ Դուք պատկերացնում եք։ Ասում եմ, կես ժամից ավել չեմ աղոթում, բայց կես ժամից ավել առանց Աստծո չեմ հիշում, որ եղած լինեմ։ Դրա համար էլ մեռելները հարություն էին առնում։ Դրա համար էլ այդպիսի զորություններ էին գործվում։ Իսկ մենք այնքան զբաղված մարդիկ ենք, մենք ամեն ինչի համար ժամանակ ունենք,
բացի Տիրոջ հետ շփվելու։ Ես խոսում եմ իրական շփման ժամանակին։ Ես խոսում եմ անձնապես Հիսուսի հետ շփման ժամանակի մասին։ Մենք ամեն ինչի համար ունենք ժամանակ բացի Տիրոջից։ Բայց քո բոլոր օրհնությունների, քո բոլոր հաջողությունների տեղը հենց այդ տեղը Տիրոջ հետ շփումը եւ աղոթքը։ Եվ սատանան դա գիտի։ Ու երբ որ նրան հաջողվում է քո կյանքից դա գողանալ, մնացած բոլոր բաները ժամանակի հարց է։ Եկ վերադառնանք։ Անկամ Տեր Հիսուսը իր երկնային ծառայությունների մեջ այդքան հրաշքներ անելուց հետո, որ մենք կերազեինք, ու Տերը խոստացել է, ասում է դուք էլ կանեք, բայց մենք դեռ երազում ենք, ինչպես պիտի անենք Տեր, փափագում ենք, որ դա պիտի կարողանանք անել, որտեվ ինքն է խոստացել։ Ինքը այդ ամենը անելուց հետո գրված է, որ առանձնանում էր անապատ տեղեր Հայր Աստծո հետ շփվելու։ Ամեն անգամ դրանից հետո ինքը միշտ Հայր Աստծո երեսն էր որոնում։ Գիտեք ինչքան եմ լսում, Հովիվ ջան, ժամանակս չի հերիքում։ Ու իմ պատասխանը ամփոփող է։ 1 ժամ շուտ արթնացի։ Դու ավելի կարևոր ժամանակ չունես, այսօր քույրիկը խոսում էր այդ մի ժամի մասին, որ ասում է 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն կենալ։ Դու ավելի կարևոր ժամանակ չունես, քան Աստծո հետ քո անցկացրած ժամանակն է։ Ես չեմ խոսում են աղոթքների ցուցակների մասին, որ բոլորս ունենք ու անդադար Տիրոջը ներկայացնում ենք։ Տերը ասել է, ասեք, կանեմ դա ձեզ համար, աղոթեք կպատասխանեմ, բայց ես խոսում եմ դրան հասնելու ճանապարհի մասին, այն հավատքի զորության մասին, որը գալիս է, երբ որ մենք ասում ենք Տեր, սա կա իմ կյանքում, բայց հիմա ես սրա համար չեմ եկել։ Ես եկել եմ երես առ երես քեզ հանդիպելու համար։ Եկել եմ քո ներկայությունը վայելելու համար, եւ եթե պետք է, ես դրա համար կգնամ ինչ որտեղ, որտեղ ինձ ոչ մեկ չի խանգարի, մի սարի վրա, մի քարի վրա կնստեմ եւ կսպասեմ մինչեւ քո ներկայությունը գա, որ դու տեսնես, որ ես որոնում եմ քեզ։ Գիտեք, սիրելիներս, ես ավելի քան վստահ եմ, որ Աստծուն հաճելի էր, երբ փոքրիկ երեխան չէր հանձնվում եւ ասում էր, բայց ես աղոթել եմ եւ խնդրել եմ, ուրեմն ինչպես դա կարող է չլինել։ Ես համոզված եմ, որ Տիրոջը հաճելի էր, երբ փոքրիկ աղջիկը ասում էր Հիսուսի անունով լույսը վառի եւ կասկած չուներ, որ այդ լույսը հիմա վառվելու է։ Մեր ողջ աստվածաբանությունը օգուտ չունի, եթե մենք այսպես չենք կարողանում հավատալ։ Գիտեք, հավատքի վրա միշտ հարցակում լինելու է։ Դա սատանայի թիվ 1 թիրախն է։ Քո հավատքի վրա միշտ լինելու է հարցակում։ Ես չգիտեմ Հիսուսի ասած ժամանակ այդ հարցակումը ինչպիսի ուժգնությամբ է լինելու, որ Տերը ասում է, արդյոք իմ գալու ժամանակ ես հավատ կգտնեմ, բայց ես գիտեմ մի բան, որ Տերը մեր մեջ դրել է իր հարության զորությունը, որով մենք կարող ենք ոչ միայն դիմակայել այդ հարցակմանը, այլ խորտակել այդ հարցակումը եւ աղոթել ու ասել Տեր ջան, ես ուզում եմ լինել այնպիսի մեկը, որ եթե դու կգաս իմ կենթանության օրոք, ես լինեմ այն մարդկանց շարքերում, ում կյանքում դու հավատ կգտնես։ Իսկ եթե այնուամենայնիվ ես ավելի շուտ կկանգնեմ քո առաջ, քան դու կգաս, միևնույն է, ես ուզում եմ լինել այնպիսի մեկը, որ իմ հավատքի ապրած կյանքը քեզ զարմանալիորեն կուրախացնի։ Ամեն։ Հալելույա։ Եք ոտքի կանգնենք եւ աղոթք անենք, խնդրելով Տիրոջը, որ մեր կյանքերը բերի իր կենթանարար հավատքի մեջ հաստատելու։ Փառաբանությունը թող գա, խնդրում եմ։ Հալելույա, թանկագին Սուրբ Հոգի, զորավոր Աստված, մենք գոհանում ենք ամեն բաների համար, որ դու արել ես մեր կյանքերում, քո խաչի եւ քո անսահման ողորմության համար, որ ամեն օր նորոգվում է։
Մենք գոհանում ենք քո մեծության համար, որ դու մեզ հետ չես վարվում այնպես ինչպես որ մենք արժան ենք, այլ վարվում ես քո սիրով, շնորհքով ու ողորմությամբ։ Որ դու քո ձեռքը պարզում ես ու մեզ ընկած տեղերից բարձրացնելով քո վեմերի վրա ես կանգնեցնում, որ մեր ուժերով անկարելի էր։ Ու դրա համար այսօր մենք աղոթում ենք ու խնդրում ենք քեզ Տեր, այնպիսի զորությունով գրկիր մեզ, այնպիսի օծությունով օծիր մեզ, այնպիսի փափագ ունենք մեր սրտերում Տեր Հիսուս, որ դու քո գալու ժամանակ մեր մեջ հավատ գտնես, որ մենք դառնանք այն մարդիկ, որ քո սիրտը կզարմացնենք ու կուրախացնենք մեր հավատքով Տեր Աստված, որովհետև այդ զորությունը քո հոգուց է, որ դրված է մեր մեջ, քո հարության զորությունը, որով դու հարություն առար մեռելներից, դու կնքեցիր մեզ փրկության օրվա համար եւ հիմա տուր մեզ հայտնություն, մեր հոգու աչքերը բացելով, որ մենք հասկանանք, թե ինչ զորություն է մեզանում դրված եւ քայլենք նրան հնազանդ լինելով, քայլենք մեր կյանքերը քո առաջ խոնարհեցնելով, քեզ հնազանդվելով եւ երեսդ փափագելով, Տեր Հիսուս, օգնիր մեզ, որ մենք ուրախացնենք քո սիրտը մեր հավատքով։ Եվ օրհնիր այս ժողովուրդը, որ քո անվան համար հավաքվել է, քո զորությունը, փառքը եւ հրաշքները նրանց կյանքերում անելով, Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Սիրելիներս, ես ուղղակի ուզում եմ հարցս ուղղել, կան մարդիկ, որ առաջի անգամ են այսպիսի եկեղեցում, որ դեռ առիթ չեն ունեցել Տիրոջը իրենց սրտերի մեջ ընդունելու, կան այդպիսի մարդիկ, չկան, բա որ Տերը վաղը գա, ինչ են ելնելու են քո սիրելիները, որոնց չես համարձակվում քարոզել, եթե հանկարծ Տերը շուտ գա, որտեղ են նրանք լինելու, ավելի կարևոր բան կա անելու այդ մարդկանց համար, եկ որոշում կայացնենք, սիրով, Աստծո հոգով, ավետարանի բարի լուրը տանելու։ Եվ ամեն ժամանակ, այնտեղ որտեղ մենք գիտենք, որ մենք ճիշտ տեղում ենք, այդ մարդկանց մեր սիրելիներին մեզ հետ միասին այդ նույն տեղում դնելու համար։ Տիրոջ փրկության մեջ հաստատելու համար։ Սիրելիներս, Աստված օրհնի ձեզ, հիմա մենք կփառաբանենք եւ կխնդրեմ այն մարդկանց, ովքեր իրականում այնպիսի խնդիրների մեջ են, որ հիմա անգամ այս քարոզից հետո չեն պատկերացնում ոնց պիտի դրանից դուրս գան, որ ասում են հա լավ է, բայց ես բոլորովին ուժ չունեմ իմ մեջ հաղթահարելու, ճեղքելու այն խավարը, որը հարձակվել է իմ վրա, այն պատնեշը, որը իմ դեմ կառուցված է։ Հիմա մենք աղոթք ենք անելու եւ ես խնդրելու եմ, որ դուք առաջ գաք եւ մենք ձեզ համար աղոթելու ենք, կլինի դա հիվանդության կապանքներ, կլինի դա ինչ որ շղթաներ, կլինի դա ինչ որ գերության կապանքներ, որ քեզ դառնորեն ճնշում է։ Մենք հիմա ձեզ համար կաղոթենք սիրելիներ եւ եթե այդպիսի մարդիկ կան, ուղղակի կխնդրեմ, որ գան առաջ եւ մենք կփառաբանենք Տիրոջ, իսկ մնացած նրանք, ովքեր այդպիսի վիճակում չեն, ես գիտեմ, մեր ժողովուրդը տենց որ ասում է ձեռի հետ գնամ մի հատ ձեռ դնեն, մի արեք այտենց։ Վնաս չկա, բայց օգուտն էլ կարա քիչ լինի։ Այնուամենայնիվ, ովքեր որ մոտենան, նրանց համար աղոթելու ենք։ Մի անգամ ես ծառայության սկզբում ասացի, ովքեր են անցնում այսպիսի խնդիրների միջով, 3 հոգի ձեռ բարձրացրեց, ասացի դե ծառայության վերջում միայն ձեր համար եմ աղոթելու, մեկ էլ սաղ եկեղեցին ձեռը բարձրացրեց։ Ասի չէ, այս 3-ն են, որ անցնում են, որտեվ իրանք չեն ասում, եթե դրա մեջ ես, եթե մեջը չես։ Լավ թանկագիններս, հիմա մենք աղոթելու ենք, մի փոխանցեմ։ Տերը շատ օրհնի Հովսեփ, շատ շնորհակալ ենք Տերը օծի ձեզ, օրհնի։ Երկու բառ էլ ես ասեմ, մի երկու բառ, Տերը օրհնի ձեզ Թագուհի ջան, եկեղեցու կողմից։ Հովսեփը ծառայում է, Թագուհին ստանում է իր նվերը, փառք Աստծո։ Ասում է երջանիկ է կինը, երջանիկ է նաև ամուսինը։ Ամեն։ Օրհնված եք սիրելիներս։ Փառք Հիսուսին։ Փառք Աստծուն։ Մենք հիմա կփառաբանենք
եւ հետո կաղոթենք։ Ոնց ասեց Հովսեփը, եթե կա մեջը կարիք, կրակ, հավատք, այդ ժամանակ նոր արի։ Ամեն, հենց այնպես մի արի ուղակի, որովհետեւ ոչ մի բան չես ստանալու։ Ու մի բան Տերը դրեց սրտիս, որ խոսեմ, ուրեմն 3 երեկոյան մեծամորում էլ մենք ծառայություն արեցինք, աղոթում եմ մարդկանց համար, ու գիտեք ինչ եմ նկատում, սատանան ընտանիքներում մի այլ կարգի խառնում է իրար, որ մարդը չների։ Մի կնոջ համար պիտի աղոթեմ, որը աղոթում եմ ու Սուրբ Հոգին ասում է մի աղոթ, ինքը մեղքերի մեջ է, չներման մեղքի մեջ է։ Հետո ասում եմ դու sense խնդիր ունես, դրա համար իմ աղոթքը չի գործելու քո կյանքում։ Հա, ասում եմ դու գիտեք ինչ են արել իմ գլխին իմ հարազատ եղբայրը։ Էս արել ու այնպիսի բաներ է պատմում, որ իրոք ատելու կամ չներելու բան է։ Մի խոսքով ահավոր բաներ է կատարում։ Ձեր հավատքի համար շատ լուրջ սատանան աշխատում է։ Եվ եթե դու չհասկանաք Տիրոջ խոսքը, որ ապաշխարեք, գիտեք, ամեն բան անում է սատանան ձեր հարազատի ձեռքով կամ միջոցով, որ դու ատես, ուղղակի չներես։ Եվ այդ ժամանակ քո կյանքում ոչ մի հրաշք չի կատարվի, որտեղ եթե չներես, չես ներվելու։ Ամեն, մտածեք այս մասին, ներելով մեկին լավություն ես անում քեզ, քո հրաշքը գալու է։ Դրա համար սատանան ամեն ինչ անում է, որ դու ատես, չներես, որ ոչ մի աղոթք քո կյանքում չգործի։ Աբրահամը իր իրավիճակի մեջ ասում նա հավատում էր, որ Աստված մեռելներին հարություն է տալի եւ չեղած բաները եղածների պես կանչում է։ Աբրահամը այդ մարդն էր։ 99 տարեկանում ինքը գիտեր ինքը ով է։ Ինքը հնարավոր չէր երեխա ունենալ, բայց ասում է չտկարացավ անհավատությունով, այլ զորացավ հավատքով այդ տարիքում եւ ասում փառք տվեց, որովհետեւ իր մտքում նա համոզված էր, որ Տերը ասել է քարը տրակի պայթի լինելու է։ Այստեղ համոզված էր, սա կոչվում է հավատք։ Հավատքը դա համոզվածություն է։ Եվ այդ ժամանակ հրաշքը կատարվեց։ Դու քո մտքում պետք է համոզված լինես։ Եվ մի բան էլ շեշտեմ։ Հիշում եք, Աստված հրաշքից առաջ հանդիպեց Աբրահամին, երբ որ Աբրահամը 99 տարեկան էր։ Երկու բան ասեց. Աբրահամ, իմ առաջին վարվիր։ Ինչ է դա նշանակում։ Աբրահամ, ինձ պաշտիր եւ կատարյալ եղիր։ Երկրորդ բանը, ինձ պաշտիր, հիմա դու պաշտում ես ասում, երկրորդ բանը Աստված ասում է եւ կատարյալ եղիր։ Արդար եղիր, ճիշտ ապրի կյանքը։ Ստախոս, կեղծավոր, նախանձ, չներող մի եղիր։ Այս երկու բանը ինձ պաշտում ես, լավ ես անում։ Երկրորդ բանը կատարյալ եղիր։ Դրանից հետո Աբրահամ, ես իմ եւ քո մեջ ուխտը կհաստատեմ եւ ինչ որ խոստացել եմ կանեմ։ Հիմա նույնը քեզ, որտեվ շատ մարդիկ խնդիրների մեջ, չներման մեջ, ատելության մեջ, նախանձի, չգիտեմ, անհնազանդության մեջ գալիս են հրաշք ուզելու Տիրոջից։ Այդ չի ստացվելու։ Դրա համար ասում պաշտիր եւ կատարյալ եղիր եւ քո մտքում միշտ համոզված եղիր, որ Տերը մեռելներին հարություն կարա տա, չեղած բաներն էլ եղածների պես Տերը կանչելու է, լինելու է քո կյանքում։ Կարող ես սա հիշես։ Դե հիմա վերցնենք երկրպագություն, երկրպագի, հավատքի մեջ զորացի, նոր կարգ ու կանոնը ես խնդրում եմ, որ կազմակերպեք, նոր կգաք առաջ, կաղոթենք։ Տերը օծի ձեզ։ Շատ շնորհակալություն Հովսեփ, Տերը օրհնի ձեր դեռ ծառայությունը շարունակվում է, Աստված օրհնի ձեզ։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19-ից 30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։
Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնորյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-յան եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։